ձեր կարծիքով մենք կարևորեցինք այն հաղթանակը, որը ունեցանք։ Որ հաղթանակի նկատի ունեք։ Այսօրվա դրությամբ չեմ կարծում կարևորեցինք, բայց այն որ մենք միշտ հիշում ենք, հարգում ենք, այս վերջին զոհերի առումով շատ անտեղի զոհեր տվեցինք, հայրենասիրությունը ղեկավարության հետ չի համապատասխանում, չգիտեմ, լավ կլներ, որ պինդ կանգնեին մեր դիրքերում, հողը հանձնում չլիներ, այսքան կորուստների դեմ եւս պարտություններ չկրեինք, շարունակ լսում ենք, որ մաս հողեր են հանձնում, ինչ որ պատերազմ չլինի եւ այլն, ցանկալի է ուրիշ քաղաքականություն վարեն, սա քաղաքականություն չի, հողերը տանք լավ կլինի, գյուղերը տանք լավ կլինի, սա այն չի, ինչ որ ժողովուրդն է ցանկանում, առանց էդ մի բուր հող է մնացել, էդ էլ մաս վերադարձնում ենք, պահանջատեր չենք մեր հին հողերին, մեր արևմտյան Հայաստանի հողերին, ես չեմ ընդունում այսօրվա այս իրավիճակը։ Ինչ եք կարծում այս Սարդարապատի Բաշապարանի հաղթանակը ինչով էր կարևորված, որը այսօր չունենք եւ որն է այսօրվա մեր պարտության պատճառը։ Կարևորված էր այնքանով, որ ժողովուրդը ճիշտ է կորուստներ տվեց, բայց իմացանք, որ հաղթեցինք, իմացանք, որ մեր հողերը պահեցինք, իմացանք, որ կայուն ենք մեր հողի վրա կանգնած։ Այսօրվա դրությամբ տատանողական վիճակը, անորոշ վիճակը, չգիտենք ինչ է սպասվում մեզ։ Ապագան անորոշ լրիվ եւ ոչ հուսալի։ Ճելի է այսօրվա օրը բոլոր հայ ազգի համար եւ թող Աստված տա այսուհետև նման բաներ չկրկնվի դեպի այս մեր լավ մանուկները որ ծնվում են խաղաղ երկնքում ապրեն տա Աստված երկրին աշխարհի խաղաղություն բարի կամքով խաղաղ ձևով շնորհակալություն։ Ինչ եք կարծում մենք արժևորեցինք այն հաղթանակը, որը որ ունեցանք։ Իհարկե, միայն հաղթանակ, միայն։ Իսկ այսօր մենք ասում են Հայաստանը պարտվել է, Արցախը կորցրել ենք, ինչով է պայմանավորված, եթե նախկինում մենք հաղթանակ ենք տոնել, այսօր մենք պարտված ենք, այդ պարտությունը ինչի հետ եք դուք կապում։ Մենք պարտված չենք եղել, չենք էլ լինի, դա գալիս է բարձր խավիա աստիճաներից, որոնք որ կոնկրետ ասած դավաճանում են, վաճառում են, եղածը դա է իմաստը։ Նախկինում դավաճաններ չունեինք։ Միշտ եղել է ու կլինի։ Բայց Սարդարապատում Բաշապարանում մենք հաղթանակ տոնեցինք։ Ինչպես։ Սարդարապատում Բաշապարանում մենք հաղթանակ ունեցանք, իսկ այսօր չէ։ Ինչ հետ է կապված։ Էլի ունեցել ենք, մեր երիտասարդները պարկած են ընդեղ եւ տարբեր տեղերում, տարբեր քաղաքում, տարբեր բնակավարներում բոլորը կան զոհվածներ, այսօր չգիտեմ, դա Աստված ճիշտ քայլեր խաղաղ ձևով, որպեսզի ասել եմ ու ասում եմ, այսօր մի տարեկան երեխու հետ, եթե խոսում է ծիծաղում է, հետը բարևում է, որպեսզի այդ երեխեք վաղամիսօր խաղաղ երկնքում ապրեն, վայելեն կյանքը, ոչ թե մեր նախնիները, որ 1,5 միլիոն կոտորվեց, այսօր էլ Ղարաբաղը 2300 տարվա Ղարաբաղը կոտորեցին քշինդուս ցեղասպանություն է դա։ Չգիտեմ, ուղեղները պիտի աշխատացնեն։ Ինչ արեցին 30 տարի, 3 նախագահները, ինչ արեցին, միայն քարուքանդ արեցին, քաղաքապետարները նույնպես, ինչ արեցին, քարին չթողեցին, այսօր խնդրեմ, աչում ենք, բարգավաճում ենք, լավն ու բարին, շնորհակալություն։